Մինչ ԱԼՄ հոլդինգի սեփականատեր ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը կժամաներ Վանաձորի Հայքի հրապարակ, որտեղ իրանց էր կացվելու նրա հանրահավաքը, վանաձորցի տարեցներն արդեն հավաքված նրան էին սպասում։ Մաքուր մարդ է։ Ճիշտ խոսող ազնիվ։ Հայրենաց է, հայաց է։ Ոմանք եկել էին Վանաձորի կենտրոնական հրապարակ, որպեսզի իշխանություններից պահանջեն չթերազրկել ԱԼՄ հեռուստաընկերությունը նրա համար, որ այն ի տարբերություն այլ հեռուստաընկերությունների իրենց սրտից է խոսում։ Շախմատը ցույց էր տալիս։ Երեխեքի Բարիգիշերը ցույց էր տալիս։ Տարեցներից մեկն էլ ասաց, թե ժամանակին Կարապետյանը ոչ միայն իրեն, այլև իր հասակակիցներից շատերին լավություն է արել, Սևան է տարել, հեռուստացույց նվիրել։ Անշևանատարել համ տելևիզոր ատվել ինձ, տելևիզոր։ Շևանել եմ գնացել։ Հիմա դրա համար եք եկել, որ տես լավություն արեց։ Ես պրոշտ այդ մարդուն հարգում եմ։ Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ինչու Տիգրան Կարապետյանը սկսեց պայքարել ընդդեմ անարդարության այն բանից հետո, երբ իր ղեկավարած հեռուստաընկերությունը չհաղթեց հեռուստահաճախականությունների համար սահմանված մրցույթում, հանրահավաքին եկած վանաձորցի տարեցներից մեկն ասաց. Ակնամիջը մարդու տեղը չեն նեղում, ցավոք, այդ մարդը չի խոսում, բայց որ տեղը նեղում են, արդեն սկսում է պայքարել։ ԱԼՄ-ն միշտ արդարության կողմն է եղել 10 տարվա ընթացքում։ Ճիշտ է, այսպիսի հրապարակային չենք ունեցել հզոր հանդիպումներ, բայց միտինգներ եւս արել ենք։ Բայց այսօր բացեն ԱԼՄ-ն, չբացեն, մեկը մինչև վերջ ցենց գնալու ենք դեպի արդարություն։ Թե չնա, ասենք, եթե բաղը բացեն, մեկը մենք հավաքելու ենք ժողովրդին ու մեկը արդարության կոչ ենք անելու, այսպես ապրել չի կարելի։ Այսպես ինչպես մենք ապրում ենք, հային արժանի չի։ Հայ ազգային կոնգրեսին էլի չեք ուզում միանալ։ Բայց ես ինչի պետք է միանալ։ Որտեվ իրենք էլ են նույն բողոքները բարձրացնում։ Խնդրեմ, ամենուր թող իրենք գործնանի, թող իրենք մեզ միանան։ Կարապետյանը վանաձորցիների առջև խոսեց առանց բարձրախոսի, էլեկտրաէներգիա չկար։ Մենք քաղաքական պահանջ ենք դրան միացնում։ Եթե հայը վատ ապրի, մենք անվստահություն ենք հայտնում այսօրվա իշխանությանը, անվստահություն ենք հայտնում կառավարությանը։ Եկեք ասենք անվստահություն իրանց։ Անվստահություն իրանց։ Անվստահություն իրանց։ Եվ անվստահություն քաղաքապետարանին։ Այո, անվստահություն։ Ամոթ քաղաքապետարան, ժողովրդին կամից ամոթ։ Այսօր էլ Տիգրան Կարապետյանը հանրահավաք անցկացրեց Գյումրիում։